Ողջույն։ Մեզ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալվել ԱՄՆ դեսպանատանը եւ զրուցել դեսպան Քրիստինա Քվինի հետ։ Տիկին դեսպան, շնորհակալություն։ Ինձ համար եւս հաճելի է, ուրախ եմ, որ եկել եք, շնորհակալություն։ Խոսելու ենք անցնող տարվա վերջին 6 ամիսների գլխավոր հարցի TRIP նախագծի մասին։ Ինչպես գիտեք, դա Հայաստանում քննարկման գլխավոր թեման է բազմաթիվ առումներով։ Տարածաշրջանային եւ ինչ-որ առումով նաեւ միջազգային մակարդակով։ Եվ Միացյալ Նահանգներն այս ամենի կիզակետում է։ Ուզում եմ հնարավորություն տալ ձեր բառերով բացատրելու, թե ինչ է TRIP-ը, ինչ նպատակներ ունի եւ ավելի ընդհանուր իմաստով ինչ խնդիր է փորձում լուծել։ TRIP-ի Միացյալ Նահանգների տեսլականը հետևյալն է. այն երթուղի է, որը կօգնի կապել արևելք արևմուտքին, արևմուտք արևելքին, վերջնական արդյունքում Կենտրոնական Ասիան արևմտյան Եվրոպային։ Ես կասեի, որ Կովկասը երկար ժամանակ այդ երթուղու համար խոչընդոտ է եղել աշխարհքաղաքական տարբեր պատճառներով, որոնց մասին գիտեք։ Այսպիսով, ստեղծելով անվտանգ ապահով ճանապարհ թե հյուսիսում, թե հարավում, որը կանցնի Նախիջևանով, ապա Հայաստանով դեպի Գյումրի եւ Թուրքիայի Կարսնահանգ, կբացվի տարանցիկ ճանապարհ, որն արևելքը կկապի արևմուտքին եւ հակառակը, ինչից կօգտվեն գրեթե բոլոր երկրները, որտեղով կանցնի այդ ճանապարհը։ Եվ ես կասեի, որ Հայաստանը թերևս ավելի շատ կօգտվի, քան մյուսները, քանզի վերջին 30 տարուց ավելի Հայաստանի արևելյան եւ արևմտյան սահմանները փակ են եղել։ Հանուն արդարության պետք է նշել, որ գլխավոր հարցերից մեկը, որի մասին խոսել են հիմնականում քննադատները, այն է, որ այս ճանապարհը կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։ Ինչպես գիտեք, օգոստոսի 8-ից առաջ, երբ Հայաստանի կառավարությունն ուներ իր սեփական տրանսպորտային նախագծերը եւ առաջ էր մղում դրանք, Հայաստանի դիրքորոշումն այն էր, որ երբեք չի համաձայնի տրանսպորտային որևէ ցանցի կառուցման, որը չի արտացոլում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը։ Գիտեմ, որ ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ Միացյալ Նահանգները հայտարարում են, որ սա չի խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց արդյոք դա իսկապես այդպես կլինի, երբ նախագիծը պատրաստ լինի եւ սկսվի շինարարությունը։ Կարծում եմ այդպես է, որովհետև նախ եւ առաջ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթում, որը ստորագրել են վարչապետ Փաշինյանը, նախագահ Ալիևը, ինչպես նաեւ նախագահ Թրամփը որպես վկա, նշվում է այն մասին եւ երաշխավորվում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավասությունը, ինչը կարեւոր պահ է։ Այսպիսով, TRIP-ի մշակմանը զուգընթաց եւ տեսլականն այն է, որ այն կմշակվի Միացյալ Նահանգների հետ, ինչ որ համատեղ ձեռնարկության միջոցով, որի ստեղծման ուղղությամբ հիմա աշխատում ենք։ Հայաստանը մշտական տեղ կունենա բանակցությունների սեղանի շուրջ, դրա զարգացմանը նպաստելու եւ ապահովելու, որ իրականում պահպանվեն իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ իրավասությունը։ Այնպես որ կարծում եմ, TRIP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին, որ այն չի բախվի այն խնդիրներին, որոնց մասին կային մտահոգություններ։ Օգոստոսի 8-ի արդյունքներից մեկը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև ստորագրված այդ շատ կոնկրետ լրացուցիչ համաձայնագրերն են։ Եվ շատ առումներով կարող ենք 20 տարի հետ նայել եւ տեսնել, որ դրանք իրականում կարող են նույնքան կամ ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան հենց TRIP նախագիծը։ Եվ սրանք լրացուցիչ համաձայնագրեր են էներգետիկայի ոլորտում, ՏՏ ոլորտում, որն ամենակարևորն է, հաշվի առնելով ոլորտի կարևորությունը, ինտեգրման տեսանկյունից դա կլինի հայկական ՏՏ ոլորտի ինտեգրումն ամերիկյանին, չիպերի դրանց մասերի ներկրման արտոնությունները։ Չեմ կարծում, որ մարդիկ լիարժեք պատկերացում ունեն, թե սա իրականում ինչ է նշանակում եւ ինչ արդյունք կարող է դա տալ, որովհետեւ անկեղծ ասած չեմ կարծում, թե որևէ կառավարություն իսկապես լավ է բացատրել, թե որոնք են սրա օգուտները։ Խոսակցություններ կան նույնիսկ էներգետիկայի ոլորտի, ատոմային էներգիայի եւ նմանատիպ բաների մասին։ Ինչ են իրենցից ներկայացնում այս լրացուցիչ համաձայնագրերը եւ ինչ օգուտ կարող են դրանք բերել երկու կողմերին։ Անշուշտ, ես գուցե սկսեմ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովի վերաբերյալ մեկնաբանությամբ։ Դրա տեսլականը միայն TRIP-ը չէր։ Այսինքն TRIP-ը դրա մի մասն է, կան շատ այլ տարրեր։ Եվ իրականում դրա ընդհանուր գերական նպատակն է խաղաղություն եւ կայունություն բերել Հարավային Կովկասում, այնպես որ դրանից օգտվեն տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում Հայաստանը։
որպեսզի Հայաստանն իրեն անբարենպաստ վիճակում չզգա այս համաձայնագրի պատճառով։ Եվ այսպես մեզ համար այս ամենի կարևոր մաս էին կազմում փոխըմբռնման այս 3 հուշագրերը, որոնք ստորագրեցին նախագահ Թրամփը եւ վարչապետ Փաշինյանը։ Դրանք կենտրոնանում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտների վրա, եւ ես կասեի, սահմանում են մեր հարաբերությունների ճանապարհային քարտեզը կամ շրջանակը, մասնավորապես տնտեսական ոլորտում, բայց կան նաեւ անվտանգության որոշ տարրեր ապագայի համար։ Այսպիսով թերևս մի փոքր խոսեմ յուրաքանչյուրի մասին, քանի որ դրանք մի քիչ յուրահատուկ են։ Ինչպես նշեցիք, դրանցից մեկը կապված է արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների եւ ավելի լայն առումով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ։ Սա ոլորտ է, որտեղ, ինչպես գիտեք, Հայաստանն արդեն իսկ շատ ամուր հիմքեր ունի։ Ամերիկյան բազմաթիվ ընկերություններ արդեն ներդրումներ են կատարել Հայաստանում։ Եվ կարծում եմ, որ փոխըմբռնման այս հուշագրի գաղափարն այն է, որ այն առաջ մղվի, ավելի ընդլայնվի եւ ուժեղանա։ Շատ կարևոր եւ կարծում եմ դրական արդյունք է Firebird-ի մասնակցությամբ նախագծի առաջխաղացումը։ Այն ամերիկյան ընկերություն է, բայց նաեւ ունի հայկական շահեր եւ հայ ներդրողներ։ Եվ մենք շատ ողջավորված ենք, որ մասամբ այս փոխըմբռնման հուշագրի շնորհիվ կարողացանք արագացնել լիցենզիաների տրամադրումը, որպեսզի Firebird-ը կարողանա Հայաստանում կառուցել արհեստական բանականությամբ աշխատող տվյալների կենտրոնը ամերիկյան Dell եւ Nvidia ընկերությունների հետ, որոնք արտահանում են այս տեխնոլոգիան Հայաստան։ Եվ այդ լիցենզիայով նրանք կկարողանան սկսել կենտրոնի կառուցումը։ Այսպիսով, կարծում եմ նպատակն այն է, որ դա արվի բավականին արագ եւ դա իսկապես Հայաստանը եզակի կդարձնի տարածաշրջանում։ Որքան հասկանում եմ, սա տարածաշրջանում արհեստական բանականությամբ աշխատող տվյալների միակ կենտրոնը կդառնա եւ դա իսկապես մեծ առավելություն կտա Հայաստանին ՏՏ ոլորտի հետագա զարգացման առումով։ Նաև ունենք էներգետիկայի ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր։ Իրականում դրա նպատակն է պարզապես օգնել Հայաստանին, որ դիվերսիֆիկացնի էլեկտրաէներգիայի ստացման միջոցները եւ ի վերջո էներգետիկ առումով դառնա անկախ։ Դա շատ կարեւոր է Հայաստանի համար։ Մենք նախկինում եւս աշխատել ենք Հայաստանի հետ, սակայն ցանկանում ենք ավելին անել։ Այսպիսով ավելին անելու համար այս փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո մենք եռանդուն աշխատում ենք ավարտելու բանակցությունները, այսպես կոչված 123 համաձայնագրի շուրջ։ Դա Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև կառավարական համաձայնագիր է, որը Միացյալ Նահանգներին թույլ է տալիս քաղաքացիական նպատակներով կիրառվող միջուկային տեխնոլոգիաներ արտահանել Հայաստան։ Եվ ինչպես գիտեք, ատոմային էներգետիկան Հայաստանի էներգետիկայի կարևոր տարր է։ Եվ քանի որ Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվ համագործակցել Հայաստանի հետ այս ոլորտում, մինչ երկիրն առաջ է շարժվում այս ուղղությամբ, մենք հույս ունենք, որ կկարողանանք Հայաստանի հետ սերտ համագործակցել այդ ոլորտում։ Երրորդ հուշագիրը կոչվում էր Խաղաղության խաչմերուկ, բայց իրականում այն պարունակում է մի շարք տարրեր, որոնցից մի քանիսը զգալիորեն կենտրոնացած են անվտանգության վրա։ Այսպիսով, առաջին տարրը սահմանների կառավարումն ու սահմանային անվտանգությունն է։ Սա ի դեպ եւս TRIP-ի կարևոր տարրը կլինի։ Քանի որ այս ճանապարհը կհատի սահմաններ, իսկ արդյունավետ կառավարվող ու անվտանգ սահմանի առկայությունը կարևոր է ամբողջ նախագծի համար։ Այսպիսով մենք վճռական ենք Հայաստանի հետ համագործակցելու հարցում երկրի սահմանային կառավարման եւ սահմանային անվտանգության կարողությունները բարձրացնելու նպատակով։ Դրա համար մենք ըստ էության հուշագրի ստորագրումից հետո Միացյալ Նահանգների մաքսային եւ սահմանային ծառայության պաշտոնյաների խումբ ենք գործուղել Հայաստան, որն ուսումնասիրել է ամբողջ սահմանը եւ կազմել զեկույց Հայաստանի համար, որը գրեթե պատրաստ է եւ կփոխանցվի Հայաստանին։ Զեկույցում պարզապես ներկայացված են սահմանի կառավարման հետ կապված բոլոր խնդիրները, պոտենցիալ հնարավորությունները եւ այն եղանակները, որոնք կարող են Հայաստանի սահմանը դարձնել ժամանակակից եւ հեշտ անցանելի, որպեսզի նպաստեն տարածաշրջանը փոխկապակցող նախագծերին։ Սակայն այս հուշագիրն ունի նաեւ այլ տարրեր։ TRIP-ը ներառված է դրա շրջանակում եւ կա նաեւ մի տարր, որը կենտրոնանում է կիբերանվտանգության վրա։ Հայաստանի, ինչպես յուրաքանչյուր այլ երկրի համար, կիբերանվտանգությունն այսօր շատ կարևոր է։ Եվ այդ պատճառով մենք արդեն մի քանի խումբ ենք ուղարկել Հայաստանի հետ աշխատելու նրանց կիբերանվտանգությունը բարելավելու համար եւ համոզվելու, որ նրանք կարողանան ուժեղացնել իրենց համակարգերն արտաքին հարձակումներից։
Այսպիսով օգոստոսի 8-ից կարճ ժամանակ անց կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն Միացյալ Նահանգները հայտարարեց Հայաստանին $145 միլիոն օգնություն տրամադրելու մասին, որը մեծ մասամբ կծախսվի թրիփի գործարկման, դրա հետ կապված նախագծերի, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանային կառավարման վրա։ Կարծում եմ, միջուկային էներգետիկայի տարը ամենից կարևորն է, քանի որ այս երկրի էլեկտրոէներգիայի 40%-ը ստացվում է միջուկայինից։ Եվ ի վերջո, Մեծամորի ատոմակայանը պետք է փոխարինվի նորով։ Լուրեր են պտտվում, որոնց մասին վստահ եմ չեք կարող խոսել։ General Electric-ի 250 մեգավատ փոքր մոդուլային ռեակտորների մասին։ Կարծում եմ, որ այս միջուկային նախագիծը, որն իրականում հսկայական ներդրում կլինի երկու կողմերի համար էլ, եւ գուցե կլինի ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ամենամեծ գնումներից մեկը ցանկացած երկրի կողմից։ Հատկապես GE 250 մեգավատ փոքր մոդուլային ռեակտորների նման նոր տեխնոլոգիաների դեպքում, որոնք, որքանով տեղյակ եմ, փաստացի չեն վաճառվել որևէ այլ երկրի։ Այո, կարող եմ մի փոքր խոսել դրա մասին։ Միացյալ Նահանգներում կան մի քանի ընկերություններ, որոնք մշակում են փոքր մոդուլային ռեակտորային տեխնոլոգիաներ։ Նրանք բավականին առաջ են գնացել այդ հարցում, բայց ճիշտ է, որ դա նոր տեխնոլոգիա է, ուստի այն դեռ ամբողջական մշակման և ներդրման փուլում է։ Բայց Հայաստանը դեռ որոշակի ժամանակ ունի։ Կարծում եմ, որ այդ ժամկետը 10 տարի։ Այո, մոտ 10 տարի, եւ իհարկե մենք կցանկանայինք, որ փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան մի ընկերություն դիտարկվի այդ նախագծի համար։ Եվ մենք կշարունակենք համագործակցել Հայաստանի կառավարության հետ, նրանց ցույց տալու, թե ինչ կարող են առաջարկել մեր տեխնոլոգիաները։ Եկեք խոսենք ավելի լայն տեսլականի մասին։ Ինչպես է թրիփի բացումը համակարգվելու Թուրքիա-Հայաստան սահմանի բացման և տարածաշրջանային այլ տրանսպորտային ենթակառուցվածքների, ինչպիսիք են Թուրքիայով և Ադրբեջանով անցնող երկաթուղային միջանցքների վերականգնման հետ, որպեսզի անխափան լոգիստիկ կապ ապահովեն։ Որովհետև այստեղ են խաչվում գործնականությունն ու քաղաքականությունը։ Եվ ես կասեի, քաղաքականությունը գուցե շատ ավելի կարևոր է, քան որևէ այլ բան։ Ակնհայտ է, որ սա տրանսպորտային ցանցերի միակողմանի բացում չէ։ Այն պետք է լինի բազմակողմանի։ Կարող եք մի փոքր խոսել այդ մասին։ Անշուշտ։ Ես գուցե սկսեմ վերադառնալով ձեր առաջին հարցին, որպեսզի մի փոքր ավելի պարզ լինի, թե ինչ ենք թրիփ ասելով հասկանում այս պահին։ Այժմ ուշադրությունը կենտրոնացած է երկաթուղային կապի վրա։ Եվ նպատակն այն է, որ թրիփն ի վերջո լինի բազմամոդալ, ինչը նշանակում է, որ այն կարող է ունենալ այլ տարրեր։ Բայց երկաթուղին է տարրը, որի վրա մենք հիմա կենտրոնանում ենք։ Կարող ենք ասել, որ գործ ունենք առաջնահերթությունների հետ։ Այսինքն, այնինչ նկարագրում եք, դրանով առաջնահերթություն եք սահմանում զուտ ցանկալի եւ արդեն պլանավորված նախագծերի միջև։ Այս պահին երկաթուղին առաջին քայլն է եւ գլխավոր ծրագիրը։ Կան նաև մի քանի այլ գաղափարներ, օրինակ գազատարի, օպտիկամանրաթելային մալուխի, էլեկտրաէներգիայի փոխանցման համար։ Այսինքն բազմամոդալ փոխադրումների առումով կան նաև այլ գաղափարներ, որոնք ուսումնասիրվում են։ Դրանք բոլորը դեռ չեն մշակվել։ Եվ կարծում եմ, որ դրանք մշակված կլինեն, երբ ստեղծենք մեր համատեղ ձեռնարկությունը եւ նրանք կարողանան սկսել քննարկումները, թե ինչպիսին պետք է լինի դա։ Բայց դուք ճիշտ եք, որ Թուրքիան այս ամենի աներևակայելիորեն կարևոր մասն է կազմում։ Եվ ես շատ ոգևորված եմ այն փաստով, որ վերջին տարիներին հայ-թուրքական հարաբերությունները բարելավվել են։ Երկու ուղղություններով էլ բազմաթիվ պաշտոնական այցելություններ են եղել։ Ես իհարկե հատկապես նշում եմ անցյալ տարի Հայաստանի վարչապետի Թուրքիա կատարած պաշտոնական այցը։ Եվ այս ամենը շատ լավ նորություն է։ Կարծում եմ երկկողմ առանց միջնորդների համագործակցելու հնարավորությունը կարևոր միջոց է տարածաշրջանում նորմալ հարաբերություններ զարգացնելու համար։ Մենք շատ ենք աջակցում այս ջանքերին։ Միացյալ Նահանգները մեծապես աջակցում է կարգավորման գործընթացի շարունակմանը։ Գիտեմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ քննարկումներ են ընթանում։ Մենք շատ ենք աջակցում հարաբերությունների կարգավորումն իրապես սկսելու նպատակով, սահմանը հատելու հնարավորություն ունենալու և կարգավորման հետ կապված բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ Թուրքիայի և Հայաստանի կողմից ձեռնարկվող կոնկրետ քայլերը։ Ես նաև կնշեի, որ Թուրքիան թրիփի տեսլականի կարևոր տարր է, որը ենթադրում է, որ թրիփը միայն Նախիջևանից Ադրբեջան ապրանքներ տեղափոխելը կամ Արևելքից Արևմուտք Եվրոպա կամ Արևմուտքից Արևելք ապրանքներ տեղափոխելը չէ։
Սա իսկապես ազդեցիկ նախագիծ կդառնա, եթե օգտագործվի երկաթուղու այն հատվածը, որը Նախիջևանով անցնում է, վերադառնում է Հայաստանով, Շիրակով, Կարսով դեպի Թուրքիա եւ այնտեղից ուր էլ որ գնա, քանզի Թուրքիան բավականին զարգացած երկաթուղային ցանց ունի։ Այսպիսով մենք ուղիղ աշխատում ենք Թուրքիայի հետ եւ գիտեմ, որ Հայաստանը նույնպես աշխատում է Թուրքիայի հետ։ Փորձելով իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերն այդ տեսլականը կյանքի կոչելու համար։ Անկասկած քննադատների կողմից միշտ բարձրացված հարցերից մեկն այն է, որ այս ճանապարհը TRIP նախագծով, ինչպես էլ այն, որ անվանենք, կխաթարի Հայաստանի եւ Իրանի միջև կենսականորեն կարևոր տրանսպորտային կապերը։ Բոլորս գիտենք, որ Իրանի խնդիրը բարդ է, հատկապես Միացյալ Նահանգների համար, բայց Իրանի հետ տրանսպորտային կապերը կենսականորեն կարևոր են Հայաստանի համար, քանի որ ներկայում մենք ունենք երկու փակ սահման։ Նույնիսկ մինչև իրավիճակը փոխվի, կարող եք վստահեցնել մարդկանց, որ այս նախագիծը ոչ մի կերպ չի խանգարի Իրանի հետ մեր ներկայիս տրանսպորտային ցանցերին։ Ես պարզ պատասխան կտամ դրան։ Ոչ, երթուղին չի խանգարի հայ-իրանական սահմանին։ Լավ, սա արդարացի պատասխան է, պարզ, բայց դժվար հարցին։ Հիմա անցնեմ մի փոքր ավելի բարդ հարցի։ Մենք տեսել ենք, որ յուրաքանչյուր երկիր տարբեր կերպ է մեկնաբանում իրերը, իր սեփական բառամթերքով, իր նպատակների համար։ Բաքվից պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակով եւ այնպիսի քաղաքական համակարգում, ինչպիսին գոյություն ունի Ադրբեջանում, տարբերությունը նվազագույն է։ Մենք անընդհատ լսում ենք Զանգեզուրի միջանցք ծեծված ձևակերպումը, որ այդ ճանապարհին հայ մաքսավորներ չեն լինի։ Մոտավորապես նույն ագրեսիվ հռետորաբանությունը, որը լսում էինք օգոստոսի 8-ից առաջ։ Սա հակասում է թե Հայաստանի եւ թե Միացյալ Նահանգների կառավարության հռետորաբանությանն ու դիրքորոշմանը։ Որն է ԱՄՆ կառավարության պաշտոնական արձագանքը այս տեսակի բառամթերքի շարունակական օգտագործմանը, որը որևէ կերպ չի օգնում գործընթացին։ Մենք նախագիծն անվանում ենք միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի կամ TRIP եւ խրախուսում ենք բոլոր մյուս երկրներին նույնպես օգտագործել այն։ Սա է այն նախագծի անունը եւ դրա կիրառումն օգնում է խուսափել շփոթից։ Մենք նաև շատ հպարտ ենք դրանով։ Մենք հպարտ ենք, որ նախագահ Թրամփը կարևոր դեր է խաղացել այս նախագծի իրականացման գործում։ Միացյալ Նահանգները կշարունակի վճռականորեն աջակցել նախագծին եւ հույս ունենք, որ բոլորն այն կանվանեն TRIP, քանի որ դա է իրականությունը։ Լավ, դիվանագիտական հիանալի պատասխան էր։ Վերջին հարցը, որը կապված է TRIP-ի երկրորդական էֆեկտների հետ։ Կա տպավորություն, գուցե ճիշտ է, գուցե ոչ, որ այս նախագծի կառուցումը հավանաբար կհանգեցնի կորպորատիվ հատվածի կողմից շատ ավելի մեծ ներդրումների։ Լինի դա տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգետիկայի, թե մասնավորապես, ես կասեի, հանքարդյունաբերության ոլորտում։ Քանի որ մենք վերջերս մեղրիում ենք, որտեղ հանքարդյունաբերությունը կարևորագույն դեր ունի։ Արդյոք սրանք հույսեր, պատկերացումներ կամ գաղափարներ են այն մասին, որ այս նախագիծը օտարերկրյա շատ ավելի մեծածավալ ուղղակի ներդրումների հոսք կարող է կամ կբերի Հայաստան եւ տարածաշրջան։ Արդյոք սա երևակայություն է, թե հիմնված է իրական փաստերի վրա։ Ես հաստատ չեմ կարծում, որ դրանք հորինված գաղափարներ են։ Կարծում եմ, որ դա իրականություն է, քանի որ փոխըմբռնման հուշագրերը ներառում են նախագծերի եւ հնարավոր նախագծերի այնքան լայն շրջանակ, եւ ես նաեւ կավելացնեի, որ մենք սահմանափակված չենք հուշագրերում եղածով։ Այսինքն հուշագրերը շրջանակ են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բաների մասին, որոնք մենք բացահայտել ենք, բայց կան շատ այլ ասպեկտներ եւ տնտեսական ներուժ, որ կարող են փոխադարձ օգուտ բերել։ Դուք նշեցիք դրանցից մեկը՝ հանքարդյունաբերությունը։ Մենք այժմ ունենք հանքարդյունաբերական ամերիկյան ընկերություն, որը բավականին առաջ է գնացել գործընկերության մեկնարկի առումով։ Հաշվի առնելով աշխարհում կարևորագույն հանքանյութերի նշանակությունը, կարծում եմ, որ հետաքրքրությունը կաճի, երբ մեկ հանք գործարկվի եւ շարունակի գործել եւ ամեն ինչ հարթ ընթանա։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները հանքարդյունաբերական ընկերությունների շրջանում ավելի մեծ հետաքրքրություն կառաջան։ Նաեւ կարծում եմ, որ սա վերաբերում է ոչ միայն հանքարդյունաբերությանը, այլև շատ այլ ոլորտների։ Երբ ամերիկյան ընկերությունները սկսեն ճանաչել Հայաստանը, երբ տեսնեն, որ ամերիկացի այլ ներդրողներ հաջող ներդրումներ են արել այստեղ, երբ նրանք սկսեն դա տեսնել, Հայաստանն ավելի ու ավելի շատ ուշադրության կարժանանա եւ հուսով եմ բոլոր ուղղություններով կընդլայնվեն մեր երկկողմ առևտրային եւ ներդրումային հարաբերությունները։
Քանի որ Հայաստանում գոյություն ունեցող հազվագյուտ հանքանյութերից մեկը անտիմոնն է, այն ոսկու էքստրակտ է։ Անկեղծորեն կզարմանամ, եթե ամերիկյան ընկերությունները հետաքրքրված չլինեն դրանով։ Հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում բոլոր տեսակի հազվագյուտ հանքանյութերի որոնումներ են իրականացվում։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե որքանով են այս լրացուցիչ համաձայնագրերն իրականում վերաբերվում կոնկրետ հանքարդյունաբերությանը, քանի որ կարծում եմ, Հայաստանի համար հանքարդյունաբերությունն անվտանգային կոնկրետ խնդիրների է առնչվում, այն առումով, որ այն կարող է զգալիորեն մեծացնել երկրի արժեքն աշխարհի աչքերում։ Համաձայն եմ ձեզ հետ, որ հանքանյութերը, մասնավորապես հազվագյուտ հանքանյութերը, համաշխարհային մակարդակով այս պահին շատ կարևոր են։ Դրանք չեն մտնում փոխըմբռնման հուշագրի մեջ, ներառված չեն դրանցում։ Չկա որևէ այլ լրացուցիչ համաձայնագիր, որը ոչ ոք չի տեսել։ Այնուամենայնիվ, ինչպես նշեցի, կարծում եմ, որ սա հնարավոր ներդրումների ոլորտ է եւ կարծում եմ հիանալի է, եթե ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են, քանի որ ամերիկյան ընկերությունները հետևում են բնապահպանական բարձր չափանիշների, ինչը գիտեմ անցյալում խնդիր է եղել Հայաստանում, եւ նրանք ներմուծում են արևմտյան բիզնես պրակտիկա, որը կարծում եմ ոսկե ստանդարտ է միջազգային բիզնեսի առումով, եթե կարելի է այդպես ասել։ Տիկին դեսպան, շնորհակալություն ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար։ Խնդրեմ, հաճելի էր այսօր ձեզ տեսնել։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք։ Շնորհակալություն Civilnet-ին միանալու համար։